Փառքներդեհին։ Ուզում եմ խոսել երկու կարևոր եզրույթների մասին, որը Էրդողանի անհանգստացնող եզրույթներ են։ Եվ դա արդեն շրջանառության մեջ է դրվել Նիկոլի կողմից, որպեսզի Հայաստանում այն ինչի հանդեպ անհանգստություն ունի Էրդողանը, այսինքն Թուրքիայի նախագահը, այդ հարցերն էլ զուգահեռաբար կարգավորվեն։ Մենք հիշում ենք, որ Էրդողանն ասել էր, որ Հայաստանի սփյուռքը չարիք է մեր համար, այսինքն իրենց համար։ Եվ այդ արտահայտությունից հետո հիշում ենք, որ Նիկոլը բացեիբայց հայտարարեց, որ ով Հայաստանից դուրս է, Հայաստանի հետ գործ չունի։ Պատկերացնում եք։ Այսինքն Հայաստանի սփյուռքը, որը ոչ մեր կամքով է ձևավորվել, որը 5-ից 6 անգամ գերազանցում է Հայաստանում ապրող հայերին, անմիջապես կտրեց հայրենիքից։ Այդ մի արտահայտությամբ։ Ճիշտ է, սփյուռքը կապերը պաշտպանում է, բայց սա արդեն Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո արձագանքող, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը, չէ, ինչպես ասենք Փաշազադեն ասեց, բանը եկեղեցին բան այդ ինչ տերորիստական կառույց է, հա, չարիք է, անմիջապես սկսեց հարձակվել բանի վրա, եւ մեր եկեղեցու վրա։ Բայց մինչև եկեղեցու վրա հարձակվելը, դե Էրդողանն ասել էր, որ մեզ համար եւ եկեղեցին եւ սփյուռքը չարիք է։ Մինչև եկեղեցու վրա հարձակվելը ինքը սփյուռքի վրա իր հարձակումը կիրառեց, ասելով, որ ով էստեղ չի ապրում, մեր հետ գործ չունի, մենք ինչ կուզենք, ոնց կուզենք, այնպես էլ կանենք։ Եվ ոչ ուղիղ այդ տեսքով այսօր արդեն արտահայտություններ եմ լսում, որ հայրենասերը դա այն մարդն է, որ Հայաստանում է ապրում։ Արդյոք դուք սրանով սփյուռքին չեք հարվածում։ Արդյոք դուք սրանով Էրդողանի ցանկությունը չեք կատարում։ Եվ ոչ ավել ոչ պակաս անում է մարդ այդ արտահայտությունը, ով հակա Նիկոլ է, ով չի ընդունում Նիկոլին, բայց ավտոմատ արտահայտում է այն միտքը տարբեր երանգով, ինչ արտաբերել է Նիկոլը։ Դուք գիտեք, որ եթե սփյուռքի ամենօրյա կամ ամեն ամսվա այդ փոխանցումները հայ հանրությանը, որ օգնություն տեսքով գալիս են կամ ներդրումներ, եթե չլինեն, Հայաստանը անմիջապես կփլուզվի տնտեսությունը։ Մենք շրջափակման մեջ ենք։ Նիկոլը մեր պետությունը, մեր տնտեսությունը ամեն ինչը թույլատրել է, որպեսզի ինքը իր թիմի համար աշխատավարձ ու պարգևաճար ստանա բարձր կամ ոստիկանության այդ ընդլայնված զորքերը պահի, որ իր հետույքը փրկեն։ Իր համար լուրջ ֆինանս է պետք։ Ինքը ստիպված, քան որ տնտեսությունը խեղճացել է, ինքը հարկեր տուրքեր է բարձրացրել։ Եվ դա էլ է ազդում տնտեսության վրա։ Այդ հլքիչ չէ, որ պատկերացրեք սփյուռքի հային ասեք, որ դու հայերեն ասես չես, քանի որ այստեղ չես, եւ հանգարց Աստված մեր ասես սփյուռքում ապրող մարդը նեղվի ու ասի դե որ այդպես է, ես ոչ մի ցենտ չեմ ուղարկում Հայաստան։ Բիզնեսը կկանգնի, խանութները կփակվեն, հացի արտադրությունը կփակվի, դպրոցներ ամեն ինչ կփակվի։ Հասկանում եք։ Գիտեք, քանի ազգային հերոս ունենք, ովքեր Հայաստանում ոչ ծնվել են, ոչ ապրել։ Ալեք Մանուկյան երբեք Հայաստանում չի ապրել։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է։ Քրքորյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է, երբեք Հայաստանում չի ապրել։ Շարլ Ազնավուր Հայաստանի ազգային հերոս, երբեք Հայաստանում չի ապրել։ Կարող է որից է մեկը կասկածի, որ նա իմ թվարկած դեռ լես 3 է, Մոնթեն Հայաստանում չեն ապրել։ Կարող եք ասել, որ նրանք հայրենասերներ չէին, կամ դուք նրանցից առավել հայրենասեր եք։ Չեք կարող։ Ես հակառակն ասեմ։ Հայրենիքում ապրող Նիկոլականը ում է պետք, եթե նրա համար Արցախն Ադրբեջան է, եթե նա պետք է թշնամու առաջ դուռ բացի։ Բերդի ամրոցի դռները նա թշնամու առաջ բացելու է։ Ալիևը երբ ձենտա բացելու է Նիկոլի հետ։ Ու ապրում է Հայաստանում։ Հիմա
Սփյուռքում ապրող են հայը, ով ուշում միտքը Հայաստանը եւ անընդհատ Հայաստան ներդրումներ է կատարում, փողեր է ուղարկում կամ քաղաքական գործունեություն է իրականացնում, ասենք տվյալ երկրի պետության իշխանությունների ուշադրությունը հրավիրում է Հայաստանի վրա, որ տեր կանգնեն, որովհետեւ Հայաստանը բոլոր առումներով խեղճացված է։ Ինքնուրույն, եթե աշխարհի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում հիմա ու թուրքերը հանգարց փորձեն մեր այդ հաշվի արդար տեսնեն, հավատացեք դժվար է լինելու։ Մեզ արտաքին օգնությունը անհրաժեշտ է։ Ես չեմ խուսափում կռվից, բայց եթե կա տարբերակ աշխարհի հետ նորմալ հարաբերություններ ձևավորել, դաշնակիցներ ձեռք բերել, որտեղ Սփյուռքում ապրող հայ դերակատարը շատ մեծ է։ Հիմա Հայաստանում, որ այդ IT ոլորտը այդ կես միլիարդ դոլարի, 500 միլիոն դոլարի ուղեղների արտադրության գործարան պետք է բացվի։ Հայ գործարար է, Հայաստանում չի ապրում, չի էլ ապրել։ Հայրենասեր չէ, հայրենասեր չէ այդ մարդը։ Կարող է Նիկոլականից հայրենասեր չէ։ Ավելի լավ կլիներ, որ Նիկոլականներից որից է մեկ Հայաստան չապրեր, որ Հայաստանը ավելի ապահով լիներ։ Իմ հարցին պատասխանեք։ Հայաստանում ապրող Նիկոլականը հայրենասեր է, դրսում ապրող այդ մարդը, որ կես միլիարդ դոլարի ներդրում է բերում Հայաստան։ Ու ռազմավարական օբյեկտ, որի համար Ամերիկան գիշերուզոր պետք է զորք անգամ բերի դնի, որ հանգարց դեղս բան չթռցնեն, որովհետև այդտեղ ուղեղ ա դրվել։ Մի արեք նման արտահայտություն, ամոթ է ուղղակի։ Դուք առանց հասկանալու Էրդողանին աջակցում եք, երբ որ ասում եք Հայաստանում ապրողն է հայրենասեր, Հայաստանից դուրս հայրենասեր չկա։ Դուք ճանաչում եք Դավիթ Գրիգորյանին, տնտեսագիտության դոկտոր է։ Մեզանից մեկն է։ Ամերիկայում երկար տարիներ, հիմա դասախոսում է, երկար տարիներ կառավարության անդամ է եղել։ Բոլոր կապերն ունի։ Գիշերուզոր Նիկոլի գործած հանցագործությունները այդ մարդկանց սենատում, կառավարությունում Ամերիկայի բացադրում է, որ դա այդպես չի։ Այն ինչ որ գալիս զառանցում է Նիկոլը, որ ասում է Արցախն Ադրբեջան է, որ ասում է մենք օկուպանտ ենք, որ ասում է Ադրբեջանի վրայից 907 բանաձև հանեք զենքի վաճառքի արգելքի։ Այդ մարդը կռիվ է տալի գիշերուզոր, ասում է չհանեք, այդպիսի բան չկա, մենք օկուպանտ չենք։ Համ այդ մարդն է հայրենասեր, թե Նիկոլը կամ Նիկոլականը, որը Հայաստանում չի ապրում։ Չանեք նման անզգուշ արտահայտություն։ Սփյուռքին ձեզանից չկտրեք հանգարց։ Հանգարց չկտրեք։ Նժդեհն էլ, երբ որ 20 թվին, 21 թվին արդեն Հայաստանից դուրս եկավ, մինչև 44 թիվը Հայաստանում չէր ապրում։ Դե թող մեկը համարձակվի ասի Նժդեհը հայրենասեր չէր։ Դրսում կռիվ էր տալի, բանտում կռիվ էր տալի։ Հայրենիքին կարող ես լուսնի վրայից էլ տեր կանգնել, եթե ցանկություն ունենաս։ Բայց ցավոք սրտի Հայաստանում բնակվող հայ տղամարդկանց զգալի մասը դավաճան է։ Մեկը թուրքի համար է ապրում, մեկը ռուսի։ Այդ նախկին ու ներկա կոչվածները։ Էրդողանի ասած չարիք Սփյուռքին հանգարց ու հանգարց չդարձնեք իրականում չարիք։ Սփյուռքից չարիք չստանաք։ Էրդողանի ու Նիկոլի խելքին չընկնեք։ Կամ այնտեղ ինչ-որ մեկն ասել է այ մարդը մտամ ես 29800-ը շատ կարողացանք տեր կանգնել, ուշքներդ ինչի վրա է, բերեք հլը տենանք, սա ինչ ենք անում։ Նոր բան կանենք, էլի որ կհզորանանք։ Ում հետ ես հզորանալու։ 300 տարի Ռուսաստանի հետ ապրեցիր։ Հզորացար։ Չէ, հզորացար։ Այս 300 տարի փորձել ես, ուզում ես մի 300 տարի Ադրբեջանի հետ փորձես։ Քեզ Ադրբեջանին են տալի։ Արդեն նավթ, գազ, անասնակեր, ինչ ասես բերում են։ Ու քեզ թվում է, որ դու տնտեսապես շահելու ես, որ Ադրբեջանով ապրանք եկավ, ադրբեջանական ապրանք եկավ, հզորանալու ես, հետո էլ Ադրբեջանից Արցախ ուզես, Ադրբեջանը քեզ հզորացնել է, որ Արցախ տակես։ Խելքին հաշեցեք։ Մարդը
Արտասահմանյան մի քանի տասնյակ փաստաբաններ է վարձել, որ իր արևմտյան թեզի շուրջ համագումար է սարքում, համաժողով է սարքում, լուրջ այդ մարդը տրամադրված է պես մնացած Հայաստան Ադրբեջան դարձնելու։ Այդ ձեր պորնոգացին Նիկոլ ինչքան ասում է խաղաղություններ գլեվան, մարդը խո ձեր գլխի տակ փափուկ բարձ է դնում։ Այն մարդն այնտեղ արևմտյան Ադրբեջանը միջազգայնացնում է։ Իսկ եթե կա արևմտյան Ադրբեջան, Հայաստան չկա, ինչ խաղաղության մասին եք խոսում։ Պորնոգացին Նիկոլի աջակից, դու դավաճան ես։ Դու ավելի լավ է Հայաստանում չաբրես, դու առհասարակ չաբրես։ Այն որ ասում թուրքի մեռածն է լավ, ձեզանից ի՞նչ պակաս թուրք։ Թուրք եք էլի։ Երբ որ դու ճանաչում ես Հայաստանը 29840 կիլոմետր, դու ավտոմատ Արցախը դարձնում ես Ադրբեջան։ Իսկ երբ որ Արցախը դու դարձնում ես Ադրբեջան, Իլհամ Ալիևը արդեն միջազգային դատարանում հայցով ներկայացրած պահանջներ ունի քեզ։ Այ հենց որ դու դենց բան խոսեցիր, ինքը Արցախը կդարձնի Ադրբեջան, այդ 150 միլիարդն էլ, ասենք մի քանի անգամ կմեծացնի։ Ինչ նշանակում, հələ փորձենք իսկ որոնք երբ ասեցիր, որ մեր սահմանները 29 ու 8 է, դու հենց այդ ժամանակ Ալիևին օգնում ես, որ ինքը միջազգային դատարանում հստակ քեզ դատի տա ու կործանի քո պետությունը։ Այդ թվերի տալիս դուք դուրս չեք գալու։ Դա հնարավոր չի վիճը, երբ որ դու քո տարեկան բյուջեն ասենք 3-ից 4 միլիարդ է, այդքան էլ չկա։ Այս բանին հələ 150 միլիարդ, հələ հաշվեք դա քանի տարի անում։ Մենակ 50 տարի 150 միլիարդը, երբ որ դու աշխատես ու քեզ ոչինչ չպայես, ամբողջը տաս Ադրբեջանին։ Թորներ, ծորներ աշխատելու են ու ձեզ հայհոյ են, ասեն, ինչ են պայմանավորել Ալիևի հետ, որ մենք պիտի աշխատենք Ալիևն ուդի։ Երբ ասեցիր մեր 29 ու 8 է, այդ վզիտ է դրվելու, ու հենց որ չկարողանաս փակել, ինքը մտնելու է մի հարմար քաղաք, գյուղ, մար, սյունիկը վերցնելու, ասես այդ պարտքի դիմաց։ Չես կարողանում տալ, պարտքի դիմաց ես եմ տանում։ Էդ էլ այդ որ ասում եք, դե հələ սպասի տենակ ես կարողանում ենք մարսենք, թե չէ։ Մարդը ադամները սրած սպասում որ դու սահմանադրություն փոխես, Հայաստանը ճանաչես խորհրդային սահմաններով, որ ինքը արդեն սկսի միջազգային դատարանում ավելի ծանր մեղադրանքներ ներկայացնի քեզ։ Գժվել եք, չեմ հասկանում։ Հիվանդացել եք։ Եվ առհասարակ կովոր քաղաքականությունից հեռու եք կամ իրավաբանությունից, իրավագիտությունից։ Մի զառանցեք։ Մի զառանցեք։ Այնքան տգետ եք ընկել եք տերդերի հետևից։ Այդ տերդերի կերած բողկերը մենք էլ գիտենք։ Հասկանում եք։ Բայց երբ որ տանիքը ծաղկած է, չեն բռնում այդ շիֆերը ջարդում։ Նորոգում են, մինչև անձրևը կպրծնի, կարոտ կպրծնի, նոր փոխում են։ Դուք ուզում եք անձրևին ամբողջ կրիշը, բան, տանիքը ամբողջ է, ջարդուկ շուրան եք, ասեք, լավը չի այդ բանը, թիթեղը։ Ձեզ ինչ է թվում, ասենք, մենք չենք հասկանում, որ Գարեգին բն, ասենք, գործակալ է։ Նիկոլը գործակալ է։ Ոնց եղավ գործակալ Նիկոլը գործակալ Գարեգին բեին բանով մեղադրեց։ Ու ձեզ թվում է թե բանը Նիկոլը իսկապես Գարեգին բեի դեմ է։ Ու ընկնում եք դուք Նիկոլի ջրերը, ասենք, բան եք անում, եկեղեցու վրա հարձակվում եք։ Դուք ձեր այդ չհասկացողությամբ, որ չեք հասկանում ինչին ոնց պետք է մոտենաք։ Որ ասում է ունքը շինելու տեղը տալիս եք աչքը հանում եք։ Սփյուռքին կբար Էրդողանի ցանկությունն է, ասում է Սփյուռքը չարիք է։ Եկեղեցուն կբար Էրդողանն ասում է եկեղեցին չարիք է։ Սահմանները ճանաչեցին Ալիևի ասած 29800-ով։ Այսինքն Արցախը դուրս։ Այսինքն եթե Արցախը Հայաստանից դուրս է, Ադրբեջան է։ Է դարձա որ դու Ալիևի ուզածն ես ասում։ Հասկանում ես ինչ ես անում։ Ես խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, նմանավանդ գրառումներ են անում, ես ապշում եմ։ Մարդը Նիկոլին դեմ լինելով թրկահպատակ գործողությունները կոչեր է անում, հայտարարություններ է անում, չհասկանալով։ Ես համոզվեցի, որովհետև ինքը Նիկոլին չի ընդունում, ով որ գրառում է անում, ես գիտեմ, որ ինքը Նիկոլին չի ընդունում, բայց ուղիղ թուրքի ցանկություն կատարեց, ինքն էլ չհասկացավ։ Եթե չեք հասկանում, ճիշտ է լռելն է, մի խառնվեք, իսկապես մի խառնվեք, խոյեմ եղեք։